Ռոբերտ Եսայանն Արցախի եւ Հայաստանի գրողների միությունների անդամ է, 30 ժողովածուների հեղինակ, ստեղծագործական առաջին փորձերը կատարել է դպրոցական տարիներին, մասնակցել գրական խմբակի պարապմունքներին, որ ղեկավարում էր Ժան Անդրյանը։ Այդ տարիներին համար 2 դպրոցի տնօրեն, այսօր Նարեկացի համալսարանի դասախոս Անուշ Պողոսյանն իր լավագույն աշակերտի մասին խոսում է անթաքույց հպարտությամբ։ Այսօր ես երջանիկ եմ, ուրախ եմ, որ Ռոբերտ Եսայանը համահայկական հարթության մեջ ճանաչված տաղանդավոր բանաստեղծ է եւ հրաբուխի նման ժայթքում է նրա յուրաքանչյուր ստեղծագործությունը։ Գրական ցերեկույթը, որ կազմակերպել է համալսարանի հայոց լեզու եւ գրականություն ամբիոնը, ամբողջությամբ նվիրված էր բանաստեղծի անցած 55-ամյա ճանապարհին։ Միջոցառմանը ներկա գրողների միության անդամներն ու ուսանողները փորձել են ամբողջացնել ստեղծագործական բեղուն ուղին եւ իսկական արցախցու կերպարը։ Ես հոգուլիսով բացեցի ճամփան, հայտնաբերելով հայացքն իրերի, որն աշխարհ բերեց աստղը մանկության եւ հեքիաթային շունչը ծիրերի։ Գրողների միության նախագահը 55 թիվը նույնացնում է գերազանց 2 գնահատականների 5-երի հետ։ Վարդան Հակոբյանը հիշեց Պատանի Եսայանին նրա առաջին ստեղծագործական թռիչքները, Հոբելյարի առաջին բանաստեղծության առաջին գրքի եւ հետագայում բոլոր գրքերի խմբագիրն է գրողների միության նախագահը։ Ռոբերտ Եսայանի բանաստեղծության մեջ տեսնում եմ ոչ միայն մեր ավանդական, այսպես բանաստեղծական չափի զարգացումը, վերարտադրությունը, երարտադրության մեջ վերահայտնությունը ավանդականի, այլ տեսնում եմ նորի եւ հնի սինթեզումը։ Գեղեցիկ մի գործ, որ նա կատարում է ոչ իր ցանկությամբ, նա կատարում է Աստծո տված տաղանդի շնորհիվ։ Ռոբերտ Եսայանն ու Ժաննա Բեգլարյանը միասին են ոտք դրել գրական աշխարհ, բանաստեղծու խոսքն էլ սրտաբուխ էր։ Ռոբերտ Եսայանի բանաստեղծության փիլիսոփայությունը շատ խորն է եւ բառային համակարգը չափազանց ինքնատիպ է ու տեղը գտած։ 55-ամյակը պարզապես նոր ժամանակաշրջանի ստեղծագործական նոր նվաճումների փուլ է, այս համոզմանն է նաև համալսարանի դասախոսական կազմը, ովքեր մանրամասն վերլուծության են ենթարկել գրողի ստեղծագործական ուղին։ Բանաստեղծը մարտնչող ու հեղափոխական է իր բերած նոր խոսքով, մարդկային բարձր նկարագրով։ Առավել դիպուկ է արտահայտվել Սոկրատ Խանյանը, Եսայանին համարելով 21-րդ դարի պոեզիայի տիրույթներին տիրապետող բանաստեղծ։ Ռոբերտի յուրաքանչյուր բանաստեղծություն կարդալուց եթե իսկապես խորանում ես պոեզիայի մեջ եւ հասկանում ես, իսկապես այնպիսի թարմ պատկերներ է ստեղծում, այն բանի մասին ինչ բոլորն են գրում, հոր մասին, մոր մասին, ընտանիքի մասին, մեր ազատագրական պայքարի մասին, բայց Ռոբերտի պատկերային համակարգը իսկապես մենք կարող ենք համարել եսայանական։ Գնահատականները 55-ամյա բանաստեղծին ստեղծագործելու նոր եռանդ են տալու ապագայում։ Հաստատուն ձեռագրի ու յուրօրինակ պատկերների հեղինակը համարում է, որ մեր մեծ երջանկությունը հայոց տարերից է սկսվում։ Ծխախոտի միջից ներքաշեցի օրը, շիկացնելով հուշը օղակ-օղակ, եւ ասուպներ ընկան մտքիս կապույտ հովտում, բռնկելով կյանքի ընդվզումը գալարկ։ Եվ հպեցի դեմքս ափիս մասունք հողին, որպես խղճի կնիկ, ես հիշեցի հանկարծ, ճամփան լցվում էր բույրով առեղծվածի։ Այս տողերը Ռոբերտ Եսայանն ընթերցում է իր նոր հիշողության ասուպներ գրքից, բազմաթիվ մրցանակների ու մեդալների արժանացած բանաստեղծը շարունակում է ստեղծագործել, իսկ ոգեշնչման աղբյուրն էլ մնում է նույնը՝ հայրենի հողն ու խաղաղ երկինքը։ Սամվել Բալայան, Մերժո Մարտիրոսյան, օր։